Օգոստոսի 8, 2025 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սպիտակ տուն։ Ամերիկյան աստղերի կողքին հայկական եռագույնն ու ադրբեջանական կիսալուսինն էին։ Այստեղ նախաստորագրում էին խաղաղության պայմանագիրը։ Վերջակետ կամ առայժմ գոնե միայն միջակետ դնելու հայ-ադրբեջանական շուրջ 30-ամյա հակամարտությանը։ Մեկ տարի անց այս փաստաթուղթը շարունակում է մնալ նախնական ստորագրություններով։ Անցնող 365 օրերի մասին Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը միասնական տեքստով են հայտարարում։ Երևանն ու Բաքուն պահպանել են սահմանային կայունությունը, առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման եւ սահմանազատման աշխատանքների ուղղություններում։ Թրիփի իրագործումն առաջ է ընթացել, իսկ Ադրբեջանի տարածքով Հայաստան եւ Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Չափուկանակով առանձին պաշտոնական տվյալներ չկան Ադրբեջանից, հայկական շուկա որքան ապրանք է մտել, փոխարեն Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը գումարային արժեքով էր տեղեկություններ հրապարակել։ Չնայած Երևանից միլիոնավոր դոլարների հասնող պատվերներ էին Բաքվում ստացել, Հայաստանից Ադրբեջան միայն $960 համարժեք ապրանք էր մտել, այն էլ ոչ հայկական ծագման։ Հոլանդական վարդեր էին մտել։ Հայաստանի տարանցիկ ճանապարհն էր օգտագործվել։ Ինչ վերաբերում է սահմանազատման ու գծման առաջընթացին, որ նկատել են Հայաստանի, Ամերիկայի ու Ադրբեջանի մայրաքաղաքներում, ապա այս աշխատանքների հետ կապված տեղաշարժ հողի վրա չի եղել։ Հայ-ադրբեջանական առաջին ու առայժմ վերջին սահմանազատում գծումը նախքան ամերիկյան գագաթնաժողովն էր կերանցում, երբ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվեցին Ադրբեջանին։ Երևանի հետ հարաբերություններ կարգավորող Բաքվում շարունակում են ապօրինաբար գերեվարված 20 հայերին ճաղերի մյուս կողմում դատված պահել 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման վճիռներով, թեպետ փաստացի հարցեր պարզելու գործընթացում եւս առաջընթաց են նկատում Փաշինյանի, Թրամփի ու Ալիևի կառավարությունները։ Իդեպ հիշենք, որ գերիների հարցով նախագահ Թրամփը նույն օգոստոսյան գագաթնաժողովի մեկնարկից առաջ Փաշինյանի հետ առանձնազրույցում խոստացավ խնդրել Ալիևին ազատ արձակել 20 քրիստոնյաներին։ Խնդրեց, թե ոչ, մինչև այս պահը պաշտոնական տեղեկություններ չկան։ Գուցե խնդրել է իսկ Ալիևը մերժել։ Արտգործնախարարներ Միրզոյանի եւ Բայրամովի ստորագրությունների թանաքը դեռ չէր հասցրել չորանալ նախախաղաղության փաստաթղթին, երբ Ալիևը ոտքը Սպիտակ տնից դուրս չհանած սկսեց ոտնատակ տալ այս պայմանագիրը։ Փաստաթղթի 8-րդ հոդվածով էին երթում տվել, դատապարտել եւ պայքարել անհանդուր ժողականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ։ Սա օգոստոսի 8-ին Ամերիկայում, դրանից ընդամենը 17 օր հետո օկուպացված Քարվաճար գնաց Ալիևը գնաց ու հայտարարեց. Հայ հասարակությունը հիվանդ է եւ ես սա բացահայտ ասում եմ։ Համաձայնագիր հոդված 4 կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Օգոստոսի 29-ը Բաքու զրույց Ալ-Արաբիայի թղթակցի հետ։ Հայաստանի սահմանադրությունը դեռևս ունի դրույթ, որը կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը։ Երևանում Փաշինյանի կառավարությունից 1001 անգամ են ասել սահմանադրությունը մեր ներքին գործն է, բայց Ալիևն ու իր քաղաքական զինակիցներին սա եւ ոչ մի պահ չի կաշկանդել Հայաստանի առաջ շարունակել պահանջ դնել մայրօրենքի փոփոխությունների հետ կապված։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ նախաստորագրված խաղաղության պայմանագրի երկրորդ կետում գրված է. Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն։ Թեպետ Բաքուն Թրամփի պատվին կոչված երթուղին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապ է ապահովելու, շարունակ Զանգեզուրի միջանցք է կոչում։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ։ Հայկական փորձագիտական համայնքի համար առաջին պահից էլ միանշանակ Ալիևը խաղաղության սպիտակ աղավնու դիմակը կթողնի Սպիտակ տանը ու առանց դրա դուրս կգա ամերիկյան պալատից։ Մասնագետները մի վայրկյան էլ չհավատացին, թե Ադրբեջանի նախագահ այս անգամ հավատարիմ է մնալու խոստումներին։ 2020-ի նոյեմբերի 9-ը ունեին աչքի առաջ ու բացառապես լղոզված են հնչում պաշտոնական հայտարարությունները, թե հավատացեք, խաղաղությունն իսկապես եկել է։ Տիգրանը մերձ Մոսկվայում է աշխատում, ասում է հիմա հաշվառման ռեգիստրացիայի համար նոր կարգ են ներմուծում, ինչն ըստ նրա նոր դժվարություններ կստեղծի։ Դա
հավելյալ բարդացնում են կյանքը ու ընդհանրապես այսօր Ռուսաստանում կյանքը շատ է բարդացել։ Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում եւ Մոսկվայի մարզում միգրացիոն հաշվառման ռեգիստրացիայի նոր կարգ կգործի։ 30 օրից ավելի ռուսական այդ տարածքներում մնալու դեպքում անհրաժեշտ կլինի ռեգիստրացիա անել ամինա կոչվող հավելվածի միջոցով, հակառակ դեպքում կարտաքսեն դեպորտ կանեն։ Այս կարգը կիրառվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատելու նպատակով մուտք գործողների համար։ Հիմա 2026-ի սեպտեմբերի 1-ից այն կգործի ոչ միայն աշխատանքի մեկնող օտարերկրացիների, այլև ուսանողների եւ ԵԱՏՄ երկրներում աշխատողների ընտանիքի անդամների համար։ Այսինքն նրանք պետք է միգրացիոն հաշվառման կանգնեն այդ հավելվածի միջոցով իրենց իրական բնակության վայրում, պետությանը տեղյակ պահեն, որ եկել են աշխատելու նպատակով եւ ապրում են այս հասցեում։ Հավելվածի մասով կասեն, որ այն աշխատում է ինտերնետով ու երբ որ ինտերնետը գնա, ես չգիտեմ ոնց պետքա ցույց տան, ոնց աշխատելու կայքը։ Ասենք եթե ինտերնետը հենց այդ բան թռա, ես ասենք ինչ պետք է անեմ, չգիտեմ։ Կամ ասենք բեսպիլոտնիկի թռիչքի ժամանակ ասեն, որ ինտերնետը էլի անջատում է, ինչ պետք է անենք։ Բարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում եւ հետագայում կարող է նաեւ արտաքսվել։ Ոչ միշտ է, որ այն հասցեն, որտեղ նշում է միգրանտը, իրականում քարտեզի վրա ցույց է տալիս, այսինքն անպայման պետք է բացել այդ քարտեզը եւ տեղում նշել այն հասցեն, որտեղ բնակվելու եք։ Աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողներին մասնագետները զգուշացնում են, եթե նրանց բանկային քարտին մուտքագրվի աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից ավելի մեծ գումար, կամ նրանք խոշոր փոխանցումներ կատարեն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, ռուսական մարմինները կարող են պարզաբանում պահանջել այդ գումարների ծագման վերաբերյալ։ Օրինակ պայմանագրով եթե նախատեսված գումարից ավել գումարը փոխանցում հաշվին, դա էլ պետքա պարտադիր ցույց տրվի, թե մեզ որտեղից այդ հավելյալ եկամուտը։ Օրինակ, երբ որ բրիգադի հետ ենք աշխատում, ինձ օրինակ 2 հոգի գումար է տալիս, որպեսզի փոխանցեմ Հայաստան իրենց ընտանիքներին, դա ինչ քրեացին Այս խստացումներն ըստ մասնագետների ռուսական ուժայինները կապում են անվտանգային խնդիրների հետ, պարզաբանում, թե պատերազմող երկիր ենք, ուժեղացնում ենք անվտանգությունը, եւ Ամինան Ռուայդին մյուս հարթակները անհրաժեշտ են օտարերկրացիների տվյալների հաշվառումը պարզեցնելու, նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու, անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ Եկող սեպտեմբերին սպասվող պիլոտային այս ծրագիրը նախատեսում են մինչև 2029 թվականը կիրառել Ռուսաստանով մեկ։ Այս տարվա ապրիլի տվյալներով ի դեպ ըստ մասնագետների շուրջ 20,000 Հայաստանի քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի առնվազն 5 տարվա արգելք։ Բնական ռեսուրսների սպառում, կենսաբազմազանության կորուստ եւ խորացող կլիմայական ճգնաժամ։ Գիտնականները այս խնդիրների հիմնական պատճառներից են համարում նաեւ բնակչության աճը, առաջարկելով այն կրճատել կիսով չափ։ Միջազգային գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներն առաջարկում են կամավոր եւ ոչ հարկադրական ժողովրդագրական քաղաքականության միջոցով աշխարհի բնակչությունն աստիճանաբար հասցնել շուրջ 4 միլիարդի, որը կարող է նվազեցնել ռեսուրսների ծանրաբեռնվածությունը եւ CO2-ի արտանետումները։ Բնապահպանները սակայն բնակչության թիվը երկրորդային գործոն են համարում, առաջնային դիտարկելով սպառման ծավալները, կիրառվող տեխնոլոգիաները ու արդյունաբերական արտանետումները։ Նրանց գնահատմամբ, եթե վտանգավոր գործընթացները չկասեցվեն, կլիմայական բացասական հետևանքները կշարունակեն խորանալ։ Տեխնոլոգիաների այդ ճակերտավոր զարգացումը, երրորդ երկրներում հանքարդյունաբերության եւ այլ ուրեմն բաների զարգացումը, որոնք վնաս են տալիս շրջապատին, դա է վնաս տալիս մեզ։ Ռեսուրսների ուրեմն չափից դուրս օգտագործումը, բնական ռեսուրսների ունենք կլիմայական փոփոխություն, սրա մասին պիտի մտածեն։ Բնակչության կրճատման համաշխարհային նախաձեռնությունների համատեքստում փորձագետները նույնիսկ արհեստական հիվանդությունների ստեղծման մասին ենթադրություններ են հնչեցնում։ Առաջարկը սուր հարցեր է առաջացնում նաև բարոյական եւ սոցիալական տեսանկյուններից։ Բնակչության կրճատման գաղափարի մեջ սոցիոլոգները ցեղասպանական դրամաբանության վտանգ են տեսնում, հատկապես եթե մոտեցումները փոխարինվեն հարկադրական մեխանիզմներով։ Միաժամանակ ժողովրդագրական անկումը ըստ նրանց կարող է հանգեցնել բնակչության ծերացման, աշխատուժի պակասի, կենսաթոշակային ու առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածության։ Որոշ էկո գիտնականներ ճակերտավոր առաջարկել են, որ էկո համակարգի հետ կապված բնակչությունը շատ է բարձրանում, դառնում 8 միլիարդից արկել 4 միլիարդ կեսը, դա նշանակում է վերացում։ Դա արդեն կապ չունեն ոչ գիտության հետ, դա տերորը։ Ասենք նման բանի հասնելու համար առնվազն համաշխարհային պատերազմ է դրել։ Գերշտայնը ասում էր երրորդ համաշխարհայինը չգիտեմ զենքերով կկռվեն, բայց որ չորրորդը եթե ելնի չորրորդ համաշխարհային
ապա այդ կռիվը կլինի նետո աղեղով։ Բնակչության կրճատման կամ էկոլոգիական վտանգների վերաբերյալ սուր ձևակերպումները մարդկանց շրջանում կարող են առաջացնել ապագայի նկատմամբ տագնապ, էկոլոգիական անհանգստություն կամ մեղավորության զգացում, հատկապես երեխա ունենալու որոշման համատեքստում, նկատում են հոգեբանները։ Ասում են, իրազեկվածության տարբեր մակարդակի պայմաններում հասարակությունների մեծ մասը դժվար թե պատրաստ լինի վերանայել ընտանեկան ծրագրերը հանուն ակնկալվող բնապահպանական արդյունքի։ Եթե օրինակ դպրոցում անընդհատ այդ առարկան ուսուցանվի եւ մարդկանց անընդհատ իրազեկվի, ինֆորմացվի, որ օրինակ ինչ-որ բաներ կարող են փրկել կամ կյանքը ավելի գեղեցիկ կարող է դառնալ, ավելի մարդասիրական մոտեցումներ քարոզվեն, հնարավոր է, որ մարդիկ կարող են ինչ-որ մի բան անել հանուն դրա։ Բնակչության թվի եւ բնապահպանական խնդիրների կապը շարունակում է մնալ մասնագիտական թեժ քննարկումների թեմա։ Փորձագետները խնդիրը դիտարկում են բնապահպանական, սոցիալական եւ հոգեբանական տարբեր տեսանկյուններից, ընդգծելով, որ հնարավոր լուծումները պետք է հաշվի առնեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների եւ հասարակության շահերը։ Օգոստոսի 11-ին Փարպի բնակավայրի վարչական տարածքում 34-ամյա Ռոմանը օփելով դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին, հետո ծառերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել Ձորակում։ Վարորդին առաջին օգնության են հասել տրանսպորտի վերջնակետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է աշտարակ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պարեկային ծառայության, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 10-ին Եղվարդի կամրջի մոտ բախվել են 24-ամյա Արտյոմի Մերսեդեսը եւ 75-ամյա Լավրենտի Գազ 2410-ը։ Վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, երկու անչափահաս տեղափոխվել է Ուիգմոր կլինիկ բժշկական կենտրոն։ Մեկ հոգի Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության, Պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Նայրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 10-ին վիճաբանություն ծեծկրտուք է եղել Մայրաքաղաքում Շամշյանքոմը բացառիկ տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես են Կոմիտասի պողոտա, Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակրի չգործելու պատճառով մի քանի մեքենաների վարորդներ վիճում, որը վերածվում է ծեծկրտուքի։ ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակից 2 անձ հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Օգոստոսի 10-ին Պրոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։ Ժամանել են Երևանի, Եղվարդի եւ Աբովյանի շրջբրգարական ջոկատների հրշեջները։ Նրանք պայքարել են կրակի տարածման դեմ։ Այրվել են բավականին շատ անվադող ու խոտածածկ տարած, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից։ Ավան վարչական շրջանի Խուրյակով 3-րդ նրբանցքն է, մեկ ամիս առաջ էր, որ այսօր լրատվականն ու Շամշյանքոմը բարձրաձայնել էին այն մասին, որ խողովակը վնասված է, խմելու ջուրն էլ աննպատակ հոսում է, հետո նաև լցվում նկուղներ, քայքայելով տան հիմքերը։ Ու ասենց արդեն ինչքան ժամանակա խմելու ջուրը երկրորդ ամիսն է արդեն խմելու ջուրը գնում կորմա։ Հրապարակումից հետո Երևանի քաղաքապետն էր հանձնարարել, որ խնդիրը վերացվի, սակայն տևական ժամանակ է անցել, բայց Ավան վարչական շրջանի ղեկավարն ու Վեոլիա ջուրընկերությունը չեն շտապում հարցը լուծել։ Էսի ասում են ինչ-որ սեփականատերը պետք է սարքի, ով պիտի սարքի, մեկը մեկի վրա ենք խմելու ջուրեր, չէ՞։ Ու սենց գնում կորում է, էլի։ 2 ամիս է, չէ՞։ Երբ էր որ եկանք նկարեցինք։ Քաղաքապետարանն ասեց հանձնարարել են որ գան անեն, ուր է անելը։ Չկա, քաղաքապետը պատասխանել է երախոսները, սա հնգած, այսօր է պետք է ինչ-որ պատասխան տան, ասենք բան կա։ Բնակիչներն էլ զայրացած ասում են, եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, դիմելու են կտրուկ միջոցների։